Մենք ընտրեցինք ապարանը և հենց Շենավան գյուղը, որովհետև այս վայրը պատմության, հայրենասիրության և գեղեցկության համադրում է։ Ապարանը հայտնի է իր հերոսական անցյալով և ջերմ բնակիչներով, որոնք հպարտությամբ են պահպանում իրենց մշակույթն ու պատմությունը, իսկ հատկապես Շենավանը փոքր, բայց շատ գեղատեսիլ գյուղ է, որտեղ զգում ես բնության լիակատար խաղաղություն։ Այն շրջապատված է կանաչ բլուրներով ու թարմ օդով, իսկ գյուղացիները ջերմորեն ընդունում են այցելուներին, ստեղծելով հիասքանչ մթնոլորտ։ Մեր առաջին ուղևորությունը մեր արդեն շատ սիրելի Թուխիկ տատիկենց տունն էր։ Ծանոթացեք, Վիկտորիան է, Համլետի աղջիկը, ծնվել մեծացել է Երևանում, բայց իրեն համարում է շենավանցի։ Գալուս պապիկն է, այս ջերմ և հյուրընկալ օջախի մեծը։ Ուտեսներ ենք։ Ուտեսներ եք պատրաստել։ Ուտեսներից հիմա մենք այս պահին տոլմա ենք պատրաստել։ Փող տոլմա։ Զուկ ենք պատրաստել։ Այստեղ ոստոր բրինձով փլավա։ Իսկ չգիտեմ սիրացում։ Հեսա բլինչիկ ենք հապակելու։ Այստեղ ավանդական ուտելիքներից է պասուց տոլմա, հա, տենց են ասում։ Այդ ունենք դդումով ճաշկա, ղափամա։ Ոյ, ես ինչ դդում չկա։ Ոնց է պատրաստել։ Եվ իհարկե համտեսեցինք Ռուզանի և Թուխիկ տատիկի պատրաստած համովությունները, անհնար էր կանգ առնել։ Թուխիկ տատիկը պատմում էր, որ հին ժամանակներում շատ շուտ էին ամուսնացնում երեխաներին։ Ուստի փող չկա, իրանց ցանկությունով զորով, բռնի ուժով ամուսնացրել են։ Էլ հետաքրքիր չի իրանց կյանքը ոնց է դասավորել։ Ահա մի հատված Խիզախ Դավիթի փոքրիկ հարցազրույցից։ Ավջան, իսկ դու մեծանաս ինչ ես դառնալու։ Զինվոր ես դառնալու։ Որ մամային, պապային պաշտպանես, տատիկին, պապիկին պաշտպանես։ Վերջում համտեսեցինք Ռուզանի պատրաստած անմահական կատնահունցը, որը նույնպես մտնում է Շենավանի ավանդական ուտելիքների մեջ։ Անի այս հայրենասիրական կատարումից ոգեշնչված շարժվեցինք առաջ։ Մեր հաջորդ ուղևորությունը Սամվել պապիկենց տունն էր։ Մեր բաբերը ելել նշի յունջալուխ գավառից։ Իր բնակլիմայական պայմաններով նման եղել իս տարածքի։ Մեր բաբերը ասել են սելը կշեք ինքան, որ մարգոս չլվի։ Մարգոս արադյան դաշտավայրի գործիքներից է, որով տախտատին։ Թողել են արադյան դաշտը տրախտավայրը, ընկել են ստեղ։ Ընկել է բնակլիմայական պայմաններով 1828 Անունը սկզբից ինչ ա եղել գյուղի։ Մեր գյուղի անունը դրել են Բալխեջ։ Սկզբից։ Հա, սկզբից։ Չէ, ասում է խաչա։ Հայտ չէ սկզբում գյուղի անունը։ Խոտավետ։ Խոտավետ։ Խոտավետը եղել է Արեմիդյան Հայաստանից եկած։ Ընդեղի գյուղն է եղել Խոտավետ։ Հա, հետո Խոտավետ ասել են երևի, հետո դրել են ըստ Սամվել պապիկի Շենավանին ի սկզբանե անվանել են Խոտավետ, որը առաջացել է Արևմտյան Հայաստանից եկած ժողովրդից, ապա Բլխեր, որի անվանումը Սամվել պապիկը կարծում է եկել է քոչվոր ցեղերից, ովքեր ևս ապրել են այս տարածքում։ Ստեղ ինչ որ բնադիրներ եղել։ Պետք է քոչվոր ազգեր եղած ալու։ Շինություն չեղել։ Բայց հողի հետ մշակելու հատվածում գերեզմաններ են բացվել, որ քրիստոնյա ժողովրդի բան չեղել։ Մինչև 61 թիվ երեխեք ջան։ Շատ վատ վիճակ ուներ գյուղի վիճակը։ Հողից կլոր քարով շարված ուղակների ինտերնետ, որ երթիգների ծուխը չուներ, չէր իմանա։ այրանների տեղ կտաների գյուղը։ Մոտավորապես այսպիսի տեսք են ունեցել տները հին Շենավանում, ինչպես նաև Հայաստանի ուրիշ մասերում։ Գյուղի վերևի
կեդրոնում էր, որտեղ հիմա եկեղեցինականն է, կանաչիցեսկով, մի 20-22 մետր երկարությամբ շենք էր, պադուգա գոյություն չուներ, երկու հատ հերթիս էր, վերևի մի հատվածում թոնիրներ, թումբեր այդտեղ, տեղաշորներ այդտեղ դրված, ներքևում գալիս էր աման չամանը, ցան ու փայան, մյուս ծայրը մասը անասուններ են, օրմած մերս ամեն օր թոնիր վաղում էր հաց էր թխում, հացը թխում էր մարդը երկու հատ, ավել չէր թխում, որ թխերը ինչ կար ուտելու, պտում ուտեի, բայց հաջորդ օրվա համար, դրա համար տեց հաշվարկով։ Շենավանցիների հյուրասիրության մասին ավելորդ է խոսել, սա դեռ սկիզբն է։ Ապարանցիների մասին, այդ անեկդոտների մասին ինչ կասեք, որ անդադ ասում են։ Այդ անեկդոտները հենց նես չեն ծնվում։ Բոլորը, այս մեր ազգերին, բոլորին, ամեիկ մեդին, մի անուն տալիս են, այդ 200 տարվա պատմություն ունի։ Այդ տեղիք տվել ենք, որ մեզ ասում։ Մինչև 70 թվերից արդեն պատվիրացում է ժողովրդի մոտ, փոխվեց։ Տեսամ, որ աշխատող, խելոք, բարի, հացով ջրով, պատվով ժողովուրդ են նամուսով։ Աշճանաբար, քանի շատվեցին, նոր այդ յարլիկից մենք կարողացանք պրծնել։ Իսկ դուք ինչ-որ վիրավորվում կա, ինչ-որ բան եք անում, որ անեկդոտներ են Չէ, պատմում։ անեկդոտը, այն բանը չէ, որից կարելի է վիրավորվել։ Օրինակ, բայց իմ պապին Օնիկը, ընդենց էր նեղանում, ջղայնանում էր, շպրտում էր, բաժակ ասում էր, այդ ապարանցի կեշ չեն, ինչեր ենք խոսում, շատ անդուշի նեղանում էր։ Բայց տեսեք, եկան քաղաք եք գնացել, բայց մեկա հետ եկեք էստեղ։ Բայց ստեղ ձգող, մարդ իրեն լիարժիկ մարդ ազգում, իր հողի ջերի վրա, իր տանը մեջ երեխեք չան։ Մենք նաև դատարկներով դուրս եկանք Սամվել Պապիկյանց տնից։ Նրանք մեզ ճանապարհեցին Սարեից քաղած դեղաբույսերով եւ տնական համեղ կոմպոտներով։ Ճանապարհվեցինք դեպի պարոն Տարոնենց տուն։ Տիկին Մարիամն է, պարոն Տարոնի կինը, նա նույնպես մեզ ծանոթացրեց Շենևանի ավանդական ուտելիքներին։ Շիլա։ Հա, բրնձով շիլայա։ Գարանը սովել է փենք, տավարի մսովել։ Հիմա տավարի մսովել է բացա, տավարի մսը լավ էփում ես, ցածմես գավիացին։ Բրինձը էփում ենք, ջուրը ասենք շատ ենք անում, որ լավ էփի, նոր, հա, շիլատավը, նոր էփած միսը հատիկ անում ենք, նոր լցնում ենք, հա, լցնում ենք սրա մեջ այնքան ենք խառնում, Կողքը կանգնած է ժամանակ պետք է մի վարկյան ստողենք, որ տակը չկպնի, ու տնական կարակ ենք դնում։ Հիմա ես եսիք տակ հասնեմ, ձեզ էլ գույրասիրեմ։ Ինքը ձեր ավանդական ուտելիքն է։ Մեր գյուղի ապարանում մեկի մանավանդ մեր ապարանում մեկի տարարողություններում բան տալիս են։ Հիմա մեր մոտ, հա, Իսկ ուրիշ ինչ ուտելիքներ կա ձեր գյուղում, հենց ձեր գյուղում։ Բաղսավուտ տոլմա են միշտ սարքում է Ինչո՞վ տոլմա։ Բաղսուս տոլմա, քրճիկ,
Քրչիկը ես եպել եմ որ է դե։ Իվոնը սիրոս բան։ Կաղամբով, հա։ Եմա կեցել գուրասիր եմ։ Հա։ Հարսանիքների ժամանակ, թաղումների նույնիսկ ամենաուրախից ամենատոխուրդին։ Նախ մի օր առաջ միսացում են անում, միսացում պահում են ունակ տալիս որ դա խայնացրեց, օյսատ, այսինքն բան են արել, մտադրել են, որ անպայման հարսանիքին մի հատ լավ ցուլիկ պահել, որ մորթեն է մի օր առաջ մորթում են, այդ ցուլիկը մեծ ոնց որ հարսանիք, հա, ասենք մեր ավանդական շորերն են հագնում, հա, ջահելները, Տարազա շորեր, հա, մեր տարազները բոլորը հագած պարում են այդ ժամանակ, այն ժամանակ 7 օր 7 գիշեր հարսանիք են արել, հիմա շատերը կան, որ այդպես ավանդական երկոր, ասենք մսացուն, նոր հաջորդ օր հարսանիք է, հա, ես էլ եմ ձեր համար պատրաստել, հալվան, այսինքն էլի ձեր ավանդական բաներից է հալվան, հա, անպայման հարսանիքի ժամանակ որ տալը սկեսուրը գալիս, անպայման հալվա են տալիս իսկ մնացածների տալիս են գաթա, ես գաթա եմ ուտել ձեր համար, որ մենակ հարսին բերելու, հարսին անպայման իմ աղջիկաս հարսանիքին ես 40-ատ տխել էի, բոլորի տվեցի, անգամ մեր կողմի ժողովրդին էլ եմ տվել, մենակ հարսի կողմինը չէ Ուրեմս կոպեկը դնում ես, ես իրիկվա ժամերին, հա, միջինգը, իրիկվա ժամերին, որ ընտանիքը բոլոր իրար հետ են, նոր կտրում ես, հենց ենգա կնգնի դանակի տակ, հետի արդեն մատաղ ես անում, հա, քո ընտանիքի անդամներից փոքրը կարնում է հետել, հակառակ կողմով, ու ասում է, ես ումնա, ասենք տան անդամների անունները, կտոր բաժանում, մեջ ենգա իրան, ասում են տան դոլվաթը իրանա, եսի հորած բանիննա, ես եմ հորել, հա, Ոնց եք հորում, կարասի մեջ? Կարասի մեջն եք հորում, ուղղակի հիմա արդեն ես կանանացել ես իրենց ինքը արդեն տակություններ որոնում է, արդեն փակվում է, դրա մեջ հունսարնարանում դրել, իսկ ինքը հիմնականում գճուճի մեջ է, շատ լավանում է գճուճի։ Ասա, որ շվեցարանիցներ դուց օրինակ ոնց է եղել, ուրեմն Ռուսաստանում ցարին տարել են, որ Հնդկաստանում դա առաջինը շախմատը սկսել են խաղալ, այդ մասնագետին բանով, քարավանով, ուխտերի, ես մեր գյուղի մոտով տարել են, որ ցարին սովորացնի շախմատ խաղալ։ Այդ ժամանակ, ասենք, եղանակները վատ է եղել, իրանք չեն կարացել անցնել, կարավանը չկարացել անցնել։ Այդ բանը, քարավանը, այդ ծմերը մնացել է մեր գյուղում։ Որ մնացել է մեր գյուղում, մեր գյուղացիներին շախմատ խաղալ են սովորացրել։ Հիմա այդ շախմատով ես էլ չեմ տեսել, էլի, այդ գյուղից անել են 60 թվականին, հիմա Լենինգրադ Էրմիտաժում է այդ շախմատը, էլի։ Ուրեմն քարից սարքել են ֆիգուրները, ու մեր գյուղացիներին շախմատ խաղալ են սովորացրել։ Շախմատին մեր գյուղացիները ասել են քշ։ Քշ որ լսեք, հետի շախմատին ասել են քշ։ Առաջ Հայաստանում շախմատին քշ են ասել։ Հենց մեր գյուղից արդեն տարածվել է ընդհանուր սկսել են խաղալ։ Ինչ է դա։ Մեկ էլ կարտոշկեն, առաջինը մեր գյուղում են ցանել, ոնց եղել, մեր կաթողիկներից չեմ հիշում, որ անունը չեմ հիշում կաթողիկոսի, ճիշտ ասած, գնացել է Ստավրոպոլի երկրամաս, ընդեղից կարտոշկա է բերել, որ Հայաստանում ցանեն, էլի, տեսել են բանը, եղանակային պայմանները, մեր գյուղն է համընկել, դրա համար բերել են, սկզբից մեր գյուղն են ցանել, այդ սորտի անունն էլ բան է եղել, լորխ, սորտի անունն լորխ է եղել, իմացեք, որ Հայաստանում պապենական սորտը էդի լորխ։ Ըստ պարոն Տարոնի, մարդ տեսակը ևս առաջացել է Շենավան գյուղից։ Արարատ, էնի,
Արագած։ Նոյը որ տաբանով գալիս է։ Ասնում է Արագածի վրայով։ Այդ ժամանակ նավի տակը խփում է դեմի, չես սա։ Նավի տակը խփում է։ Մի զույգ բան անգնում կենթանի։ Ու էթում է Նոյը ասում անդեղ, մինչև աղառը թրսնում, աղունի գա թրցնում, բան, ստեղ արդեն մարդկություն է գալիս դեն մարդեն, դու սակաս տնավորված ամեն ինչը։ Ինչ հետաքրքիր բառեր կա, որ ասենք մեր սովորական բառերն են, ասենք Երևանի բառը, բայց դուք լրիվ ուրիշ ձև եք։ Չէ, մեր շատ է նման, այդպես երևացող բառեր չունենք, էլի, որ չի հասկացվում։ Մենք այդպես բառեր չունենք, էլի, որ ասենք անհասկանալի գրականին մոտ չլինի, էլի, շատ մոտ է մեր գրականին։ Այսինքն այդ մուշից է եկել ձեր բառը։ Հա։ Աբարանը եղել է քաղաքատի պավան, դե քաղաքապետին կանչել են կենտկոմ, որ դի քաղաքի կոչում տան աբարանին, դե ասենք եթե քաղաքի կոչում է ստանում բնակավայրը, բանը մեծանում է, չէ, ֆինանսավորում անեմին ինչը, ուրախ գալիս ատում ասում է մամ, ասում է բալաջան ինչ ա եղել, ասում է բա չգիտես աբարանին քաղաքի կոչում են տվել, ասում է վայ բալաջան, ես էլ դե եթե լավ բան ա եղել, շոկից դի խեղտվենք, էլի։ Այդ անեկդոտների մասին ենք ուզում հարցնենք։ Ինչ եք կարծում, չէ, անընդհատ աբարանցիների վրա։ Չէ, աբարանցիները մի կարծեք, որ ուրիշը աբարանի վրա անեկդոտ կար անի, աբարանցիները իրանք են իրանց վրա անեկդոտ անում։ Ուրիշ կրիչ չմնի։ Ուրեմն լվասկի մեքենան էլ առաջինը, այս նոր վիպուսկ էլի, ինը չեմ ասում, էլի աբարանն ա մուտ գործել, ոնց ա եղել։ Մեր տղեկից մեկը Մոսկվայում շատ մեծահարուստ էր, էլի, էսի որ Ռուսաստանում ստանում են լվասկի մեքենա, դե մեր նույները գյուղում մենակ, ասում է սպասի մի հատ լվասկի մեքենա իր տան համար առնում, մեկ էլ ասում է մի հատ էլ պապայի համար ուղարկեմ, դե վաղտ ասենք սենց բեռա փոխադրում չկար, մեկի խնդրում ենք, ամելիքն էլ դա ասենք մեծահարուստ մեկին ասել է, այս լվասկի մեքենա տանես մեր տուն էլի։ Դե բերում է ապարան լվասկի մեքենա, ընդեղ զանգում ասում է, էլի, որ կլվա բան կանի կհանի, էլի, ոչ մի բանից գործ չունեք, դե պիծա պարավ բերում են, թնում են տունը, միացնում են բան ես կոմենքով, ես բիտոնը մի քիչ թեքություն է ունենում, դե լվասկի մեքենայի տեղը դե հարթ լնի, չէ, ես լվասկի մեքենա, որ միացնում են, ես ընգրդալով սկսում այդալ տուրը, ես պարավը կանում ասում, Բալաջան, մռնիմ կզի, պրալ պեչի, ես տանեմ։ Սարնարան չի եղել, չէ, դի մարդիկ ընենց ուտեստա պատրաստեին, որ մի քանի որ մնանք ունի։ Ուրեմն դրա թվի պատկանում է քրճիգը, որտեղ քրճիգը մի 10 օրվա մեջ ինչքան հնանում է, այնքան համովանում է։ Մեկ էլ պախսու ստոլն է։ Պախսու ստոլն է երկար ժամանակ առանց սառնային պայմաններում կարաս պահես։ Օրինակ, էս էլ է հանուց եղել, խաշխի է խմփով ուտում, որտեղ բնական է կովին ունի 4 ոտը տնտեսությունը մի օրում չի կարացել ուտի, ու շուտ պջանում են, չէ, դրա համար խաշ են տրել ու բոլորին կանչել են, որ օգտվեն։ Բարով տեսանք, երեխեք ջան։ Իմ հետ որ շփվեք շատ է, բաներ գնացեք։ Իմ տասատուն էլի շատ վելիկի մասեր է։ Չէ, Վիկտոր։ Պարոն Տարոնի անչափ հետաքրքիր պատմություններից հետո իհարկե համտեսեցինք Տիկին Մարիամի պատրաստած ուտելիքները, որոնք շատ համեղ էին։ Իսկ հետո պարոն Տարոնի ուղեկցությամբ գնացինք փոքրիկ Ջոնի ծնունդին, որտեղ մեզ մի ուրիշ անակնկալ էր սպասվում։ Նարեկ Գալուստ, Արեգ հաճելի է։ Հիմա նկատեցինք, որ ձեր գյուղում եկեղեցի կա, որը ոնց որ նոր է կառուցվել ու ինչ որ խաչքարեր կան։ Կպատմեք մի քիչ։
Մեր գյուղի եկեղեցին կառուցվել է 2018 թվականին, բացումը տեղի ունեցել 2018 թվականին։ Եկեղեցիի վայրում հին ժամանակները եւս եկեղեցի է եղել, որը փոփոխվել է եւ անունը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի է։ Խաչքարերից կա վարկած, որ սպիտակի երկրաշարժից փրկված մեկ խաչքար են բերել եւ մյուս խաչքարը դա գյուղի տարեդարձին նվիրված խաչքար է։ Նաեւ կա հուշարձան, որը նվիրված է անհետ կորած պատերազմի անհետ կորած մարդկանց։ Դուք ինչ կպատմեք ձեր գյուղից։ Սիրում եք ձեր գյուղը։ Այո։ Գուցեք միջև կյանքի վերջ տեղ ապրեք։ Հա, իհարկե։ Ինչ գիտեք, ինչ պատմական բաներ գիտեք։ Պատմական օրինակ գյուղի նախկին անունները։ Կասեք։ Սկզբից Խոտավետ 1948 թվականներին Շենավան, հիմա Շենավան նորից։ Չի Տղեկ տղեկ իսկ ըստ ձեզ ավելի հարմար որտեղ աստե թե քաղաքում։ Ստե ավելի լավ։ Այո, այստեղ ավելի հանգիստ է։ Ստե ավելի լավ ըստ։ Որտեղ այստեղ ավելի հանգիստ է։ Մեր ծննդավայրն է, հանգիստ է։ Ինչ որ խնդիրներ կա, որ կուզեիք լուծեիք։ Ոչ մի խնդիր։ Մի քիչ։ Ինչ ասա։ Մեր ֆուտբոլի դաշտը։ Ինչ է ֆուտբոլ։ Հիմա պետք է քանդեն, մի քիչ այն կողմում նորը կառուցեն։ Էլի լավ չի։ Հա։ Դե մեզ կառուցում են նոր դպրոց, որը ըստ ծրագրի ավելի մեծ ու ավելի լավն է, դրա համար արհեստական դաշտը խանգարում է եւ պետք է տեղափոխել։ Հիմա որտեղ եք դպրոց գնում։ Արագած դպրոց։ Ինչքան։ Կիլոմետր 3 կիլոմետր կամ 4։ Ո՞նց եք գնում բանդեղ։ Ավտոբուսներով, 3 ավտոբուսով, մեկը 15-ից հավաքվում ենք, մինչև 2-ը անջան։ Երկրորդ հերթով եք այսինքն։ Այո։ Չէ, ժամի։ Իսկ մտածել եք մեծանակ ինչ եք դառնալու։ Այո։ Ատամնապուշ։ Իսկ այսինքն ուսումը շարունակելու եք քաղաքում, այո։ Եվ վերադառնալու եք հետ։ Այո։ Like ինչ կուզենայք քաղաքից բերեք ստե, օրինակ եմ այդքան բան կա խոսքի քաղաքում։ Ինչ կուզենայք բերեք ստե։ Ոչ մի բան տեղել ավելի։ Ասֆալտները։ Ասֆալտները։ Գրադարան։ Այսինքն դուք ձեր գյուղում գրադարան չունեք։ Դպրոցը քանդելու պատճառով այդ նորից քանդեցին։ Անեցին։ Իսկ ձեր բարբարի մասին ինչ կասեք։ Սիրում եք հավեսը։ Հավեի մար։ Կխոսեք մի քիչ ձեր բարբարը լսենք։ Ինչ խոսում։ Իսկ ձեզ ինչ ա թվում, ձեր բարբարը ավելի սուր է, քան ձեր մեծերինը, թե ձեր բարբարը արդեն նմանվում է Երևանին։ Մեր բարբարը արդեն նմանվում է Երևանին, որովհետև մենք խոսում ենք ավելի կիրթ ու գրական, քան մեծերը։ Իսկ ո՞նց է ձեզ ավելի դուր գալիս։ Իմ համար Ինձ համար բարբարը մեկ է իմ համար, բայց կա բառեր, որ չեմ հասկանում ես։ Խոսացեք, դες խոսացեք, կտես խոսաս։ Դե խոսանք, չխոսանք։ Մի երկու Օրինակ այսօր ո՞նց եք։ Այսօր շատ լավ, դուք իմալեք։ Այսօր չէ, այսօր ավելի շատ։ Այսօր գացել ենք դասի։ Լավ եք սովորում դպրոց։ Այո։ Ես քերազացել եմ։ Ապրես։ Okay։ Լավ սովորել եք արել։ Որ ձեր գյուղը հետո շենացնեք, ավելի շենավան դառնա։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Այս խաշի թասերն են զի 70-80 թվականներից ունենք էլի պահպանվում հա։ Ստաց Էս գինին իրա շշով Էսի լալա Որասպանին, Մի ասա, կարի թող լալան կասա ինչ ամա Հիշում եք, տիկին Մարիամը ասաց, որ պանիրը գժերի մեջ են սարքում, ահա և այդ գժերից մեկը։ Կանանչով են սարքում Կովի պանինա, հավաքել ենք, հորել ենք ձմերվա համար։
առանց ուրցի կարանք, առանց բիբարի կարանք, տարբեր համերի, ոնց ուզենք նենց ըստ մեր ճաշակով էլի։ Հիմա ես ինչով է արած։ Էսի ճիշտն ասած չեմ հիշի սրա մեծ ինչա, բայց կամ կանաչիա, կամ էլ ուրցա։ Իսկ ո՞նց եք Պանիրը հանում ենք աղաջրից, լավ լվում, հետո փռմշորի վրա չորացնում, չորանալուց հետո շեղջ իրան հատուկ կաթ սմետանով բան սարքելով, ոնց որ սխում ենք իրա մեջ, հետո կորձենք փոշու վրա։ Հա, կոչվում է դալամա, որը շտուկից շուն ենք տալիս փոշու վրա, որ ինքը քամվի չփճանա ու կարենանք պահենք ձմեռը ուտելու համար։ Կարանք դուք էլ փորձեք, շատ համով է։ Մերսի շատ։ Ամենաստերիլ բանը փոշին է, փոշու վրա են, այո։ Փոշու վրա են կորցում։ Իսկ ինչքան եք պահում մոտավորապես։ Ինչքան ուզենաս կարաս պահես կորցած ժամանակ։ Հա։ Եթե ինքը լավ կերպ որ բացեցի, արդեն դե օգտագործես կամ տակ ժամանակ։ Ինչքան ժամանակում է արդեն ձեր ուզածը դառնում դեպս բան։ Մի 3 ամիս, 3 ամիս։ Հա։ Կարակ համտեսեք, ուզում եք լավաշ բերենք համտեսեք։ Էսի տատիս ասում էր, էսի մերոն է, մերոն։ Իսկ էսի ինչ է։ Մենք միշտ այս արարողությունը սփխեչին ենք արել։ Բանը աջարը դրել ենք թոնրի տակ ու ասենք գառը, հիմնական գառը։ Հավա կախած։ Իրան կավ են կախել հիմա։ Դες կախում ես իրա յուղը, իրա աստիճանով, ոնց որ ինքը եփի, համ աջառ եփի, համ էլ հավը։ Որտանաս ուտեսել։ Այսինքն այդ հավի այդ յուղը թափում է աջարի վրա։ Ինքը ընդհանրապես գառով է պատրաստվում։ Բայց հիմա որ փոքր բանով մենք հավով սարքեցինք, որպեսզի կարենանք Մերսի։ Հիմա փորձարկում ենք Չնայած ուր ժամի, պարոն Տարանի օգնությամբ մենք նաև այցելեցինք Շենավանի նորակառույց եկեղեցին։ Մեր հայրենակիցների բարօրության եւ մեր բոլորի բարեկեցիկ կյանքի համար։ Շուտ պատարածներ ունեմ։ Հա։ Հա։ Տելմուշոնա սկսում, շարժակ, ներքսը միշտ մասնակցում եմ։ Պատարակների։ Հա։ Ես էլ եմ մասնակցում, բայց որ, բայց աջակակի չէ էլ։ Այս
ու շարձան կոթողի նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել, այդ ժամանակ գյուղապետարանի աշխատում, մտաղացում եղավ գյուղի հիմնադրամի հիմնարկերքի 1800-ամյակը նշելու, 1800-ամյակի կապակցությամբ որոշեցինք հուշարձան տեղադրել, երևի լավ էլ տեղ ենք դրել գյուղամեջ, հուշարձանի խորհրդանիշը ինչ է, հավերժության կոթողն է, ինքը այս քարը մեր հին գյուղն է, ոնց որ ասած, այս էլ նոր գյուղն է, նորը նայում է հնին, թե երբ կվերադարձնենք, էլի։ Հիմնականում հուշարձանի խորհրդանիշը էդ է։ Հուշարձանի ֆինանսավորումն էլ ասեմ, հիմնականում գյուղացիները հավաքեցին, ընդհանրապես մեր գյուղը շատ կազմակերպված գյուղ է, էլի այդ առիթով, ունենք շատ բաներ գյուղի արած, էլի, որ գյուղացիներով արել ենք, հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշողություն համար է սարքվել այս հուշարձանը, հուշարձանը 78 թվին է սարքվել, եղավ մեծ բացում, այդ ժամանակ ես պուջուր երեխա էլ հիշում եմ, շատ մեծ բացում ունեցել ենք 150 մասնակից հայրենական մեծ պատերազմի, որոնցի 75-ը չեն վերադարձել։ Այս պուջուր խաչքարը որ դրած է, 44-օրյա պատերազմի մասնակիցը ունենք մի հատ զո գյուղից, այդ տղու հիշողության ընդհանրապես 44-օրյա պատերազմի մասնակիցների հիշողության համար ենք էլի դրել այս խաչքարը։ Էլի գյուղացիներով եք հավաք։ Հա, ընդհանրապես գյուղացիներով ենք ամեն ինչ։ Ունենք շատ սիրուն, ընդհանուր մի հատ եթե լուսելներ կմիացնեք, երևի հանրապետության մեջ sense սիրուն գյուղամեջ կարելի ասել հրապարակ չկա, էլի, մնացել է մեր խնդիրը մի հատ էս մեջտեղի ասֆալտը լինի, այս տարի էլ էդի կազմակերպենք։ Ինչպես հասկացանք, շենավանցիները շատ համախմբված, ջերմ, հյուրասեր, հայրենասեր, խելացի եւ աշխատասեր մարդիկ են, ովքեր իրենց առօրյայով ու պահվածքով ցույց են տալիս, թե ինչ արժեքներ ունի հայ գյուղացին։ Նրանք ոչ միայն կապված են իրենց հողին ու մշակույթին, այլև պատրաստ են կիսվելու իրենց պատմություններով ու հոգատարությամբ։ Մեզ համար մեծ պատիվ էր այցելել Շենավան, ծանոթանալ այս հրաշալի մարդկանց հետ եւ զգալ այդ անկեղծ ու բարի մթնոլորտը։ Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ ընդունեցին բաց սրտով ու այսքան ջերմ, ովքեր մեր այս փոքրիկ, բայց արժեքավոր ճամփորդությունն իսկապես անմոռանալի դարձրին։ Ռեցեպտը մի գերդաստան կերակրել էր, խնդրում եմ ստենայի։